Սիրիայում ցեղասպանություն են իրականացնում, ինչ է կարծում, դա որևէ կերպ մեզ հետ կապ ունի։ Ամբողջ աշխարհում ինչ կատարվում է, բոլորիս հետ էլ կապ ունի, բալաջան։ Մեծ համբերություն, որը ստե չհասնի։ Բոլորիս հետ էլ կապ ունի։ Աշխարհի երկպետությունները իրանց համար ամեն քայլի դիմում են։ Ոչ։ Սիրիան բանի։ Ինքնից էլեկտրովեց ցույցվեցին։ Կարծում եք մեզ վրա որևէ կերպ չի անդրադառնա։ Չի անդրադառնա երբեք։ Չէ, ես այդպես բաներից չեմ։ Իհարկե, չէ որ այնտեղ հայեր են ապրում։ Չէ, իհարկե չէ։ Բայց Սիրիայում հայեր են ապրում։ Դե պիտի սադար կանգնենք իրենց։ Եթե հարևաններին ինչ-որ սենց սովորական բան էլի, եթե ձեր հարևանները վատ են ելնում, դուք էլ եք վատ ելնում, եթե նրանք լավ են ելնում, դուք էլ եք լավ ելնում, բնականաբար մի տերիտորիա ենք էլի, բոլոր դեպքերում ամեն ինչն էլ ազդում է, տեմ բոլե Սիրիայում բավականին հայեր են ապրում, հետ էլ նկատի ունենանք, էլ որ մեկն ասենք, այս այլ հիմնականը կյանքը, այլ մեզանից խոսենք, մեր վիճակը ոնց է, այ ահա որա։ Սիրիայում ցեղասպանություն է իրականացնում, դա մեզ հետ որևէ կերպ կապ ունի։ Ոչ։ Ես չգիտեմ Ազիջան քաղաքականությունից շատ հավատում։ Սիրիայում ցեղասպանություն են իրագործել, Արցախում ցեղասպանություն են իրագործել, 15 թվին ցեղասպանություն են իրագործել ու ոչ մի անգամ չեն դատապարտվել, ներողություն չեն խնդրել, մարդկությունը գազազել է, մարդկային արժանապատվությունը ընկել է, ինչ կարող եմ ասել, իսկ ում են մեղադրել, ով է ներողություն խնդրել, հատուցում տվել ցեղասպանությունների համար, ոչ մեկը, այո, ու գնալով մարդկային հատկանիշները իջնում են, հարգանքը իրար հանդեպ վերանում է, դարել է ջունգլիների օրենքը, ով ուժեղա, նա հաղթում է, Թումանյանը 100 տարուց ավել գրել է գառն ու գայլը, ոնց ասում է ուժեղի մոտ, միշտ էլ թույլն է մեղավոր, ես սա կարող եմ ասել ու շատ նեղված եմ, ինչ զոհեր են տալի, իսկ ինչա Ուկրաինայում ցեղասպանություն չի կատարվում, Ռուսի ղեկավարությունը իր երիտասարդությանն է ցեղասպանության տանում, դա ասում են միլիոն, բայց դա հայտնի ստուգվածն է, իսկ կարող է մի քանի միլիոն զոհեր են տվել ռուս այդ բարձրակարգ ազգը իր գիշատիչ ղեկավարների պատճառով։